Մեր Սիցիլիա գնալը շատ հետաքրքիր էր, ինքը հենց առաջի օրը մենք արկածներ ունեցանք, տեղի մաֆիայի ներկայացուցիչների հետ կոնֆլիկտեր։ Օրինակ Դուբայը ինձ համար ավելի շատ նյութական քաղաք է։ Երբեմն կինս ինձ ասում է, ինչ ես այս մարդուն սենց ուշադիր նայում, ես կարամ սևեռվեմ իմ մարդու սենց։ Սիրուն աղջիկ չի, չէ՞ դիմաց։ Չէ։ Կապ չունի, սերը տարիքը ես կարող սենց նայեմ ու կինս ասի լավ, մի նայ տենց, բայց երբ որ մարդուն նայում եմ, ես մենակ իր ոչ թե միայն առհասարակ իր ֆիզիկական դիմագծերը չեմ նայում, ես ոնց որ 3D եմ նայում։ Ունեք ես տոնել չեմ կարողանում հայավարի ասած, քծիպ մարդկանց, ագահ մարդկանց։ Ստացվում է ես ագահ եմ, որտեղ կան լիքը տրավմայով մարդիկ, որոնք ֆանտաստիկ առաջ են գնում, հաջողում են, լիքը նույնիսկ իրենց տրավման են մոնետիզացնում, փող են աշխատում, պրոդուկտ են ստեղծում։ Լավ, ի վերջո, ճակատագիր գոյություն ունի, թե ամեն ինչ ընտրության արդյունք է։ Եթե ես համառ լինեմ իմ սիրո մեջ, դուք կպարտվեք։ Օրինակ, որ արխետիպի մարդիկ են ամենաշատը ճանապարհորդում։ Եթե նույնիսկ չեն ճանապարհորդում, ես խորհուրդ կտամ ճանապարհորդել, որովհետև դա իրանց շատ մեծ էներգիա կտա, շատ մեծ։ Ասում են մարդը չի ընտրում ճանապարհը, այլ ճանապարհն է ընտրում մարդուն։ Այսօր մեր հյուրը այն մարդկանցից է, ով կյանքի ճանապարհը անցել է տարբեր երկրներով, տարբեր էներգիայով եւ տարբեր իրադարձություններով։ Նա այնպիսի մարդ է, ով կապել է բիզնեսը եւ մետաֆիզիկան, նյութականը եւ ոչ տեսանելին։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ ձեր հավատարիմ ճամփորդական ընկերն է Լիանան, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին, քանի որ այսօր ձեզ սպասվում է շատ հետաքրքիր զրույց։ Դե ինչ գնացինք։ Գրիգոր ջան, ողջույն։ Ողջույն Լիանա։ Գրիգոր Արաքելյան, Կլուբ Կապիտալի հիմնադիր եւ մետաֆիզիկայի գուրու։ Ինչպե՞ս ես։ Ընտիր։ Դու ոնց ես։ Ես էլ եմ շատ լավ, քանի որ դու ես իմ հյուրը, եւ սենց մի հատ կարճ հարց։ Եթե 1 կամ 2 բառով քեզ նկարագրես, որպես մարդ ով ես իրականում։ Շատ դժվար է։ Երևի գործարար 1 բառով, բայց ես կարծում եմ դու շատ ես համեստություն անում։ Մարդ ով շատ տարբեր ուղղություններով գործունեություն է ծավալում, քո ասած նյութականի եւ ոչ նյութականի աշխարհում, երբեմն ասում են մոգեր նման մարդկանց, ես ինձ մոգ չեմ համարում, բայց ինչ որ մի բան կա։ Մոգություն կա մեջը։ Հասկացա։ Իսկ եթե այդպես մոգություն կատարվի ու քեզ ասեն, որ 2 ժամից եղիր Զվարթնոցում, որ ուղղությունը կընտրես սպոնտան թռիչքի համար։ Երևի արագ, հա, օքեյ, Աբու Դաբի։ Ես ուղղություն ես ընտրել։ Դե մեքենա կա բանկա, այսինքն Աբու Դաբի իջնելու եմ, նստեմ մեքենան գնամ, այդ առումով կոմֆորտ է։ Ես սիրում եմ գնալ ինչ-որ երկիր, որտեղ անպայման ես մեքենա եմ վարելու։ Այդ առումով իմ համար շատ լավ է, երբ որ ես գիտեմ արդեն սաղ այդ շղթան գծած է, էլի։ Հասկացա։ Եթե սպոնտան, բայց եթե պլանավորում եմ, օրինակ շատ երկար ինչ-որ օրինակ հիմա պլանավորում եմ գնալ Թայլանդ, հաջորդ ուղղությունը Թայլանդը լինելու։ Որտեղ համ գործընկերներ ունեմ մեր բիզնես ակումբի, համ հանգստի, համ այսինքն սաղ միքս արած։ Հասկացա, եթե կարևոր խորհուրդներ պետք լինի, դիմիր։ Անպայման։ Լավ, իսկ ինչ ես կարծում, երկրները կամ քաղաքները ունեն իրենց էներգետիկան եւ որ երկիրն է կամ քաղաքն է քո վրա ամենատպավորիչը եղել։ Էներգետիկա ունեն բոլոր համակարգերը, ընտանիքից սկսած, վերջացրած պետություն, ազգ, բոլոր ունեն իրենց յուրահատուկ էներգիան եւ իր պատմական դինամիկաները, հա, ոնց որ մենք սիրում ենք ասել, այսինքն էներգետիկ process-ները եւ այս իմաստով Հայաստանից դուրս գնալը ինքը էներգետիկ շատ լուրջ update է, փոփոխություն է, իսկ ամենան եթե ասեմ, որ ինձ հարազատ է եղել, ավելի շուտ ոչ թե հարազատ, այլ էներգետիկան շատ տպավորիչ է եղել։ Էներգետիկան տպավորիչ է, երևի Սիցիլիան։ Սիցիլիան։ Իսկ Սիցիլիան քո համար ավելի շատ սիրո քաղաք է, թե ապրելու կյանքի քաղաք է։ Մեր Սիցիլիա գնալը շատ հետաքրքիր էր, ինքը հենց առաջի օրը մենք արկածներ ունեցանք, տեղի մաֆիայի ներկայացուցիչների հետ կոնֆլիկտեր։ Ով հաղթեց։ Եթե դու ստե նստած ես, ուրեմն դու հաստատ հաղթել ես։ Լուծեցինք հարցը այդ գիշեր, ոնց որ շատ պատահական հյուրանոցում երբ որ հասանք, տենց կոնֆլիկտ եղավ ու Մաֆիա խաղի մասին չէր, չէ՞։ Չէ, իրական, հա, հենց իրական ներկայացուցիչների ու իրանք մեզ խոստացան մենք որ միշտ լույս չենք լուսացնելու, նույնիսկ այդ հյուրանոցի անձնակազմը խառնվեց, բա ոնց անենք, ինչ անենք, բայց լավ էր, մեր ընկերը ով կազմակերպել էր այդ տուրը, ուներ ընկերներ Սիցիլիայում, արագ անվորջ գիշեր զբաղվել ենք այդ հարցը կարգավորելով։ Ինչ լավ է, չէ՞, լավ ծանոթ հայ ունենալ։ Այո։
Նույնիսկ Սիցիլիայում, այո, այդ մեր ընկերը սովորել է դուրսը Անգլիայում ու լավ մեծ շրջապատ ուներ, միասին էինք դե գնացել, մեծ խմբով մի 20 հոգով, ընտանիքներով։ Եվ Սիցիլիան իմոտ տպավորվեց եւ արկածային տեղ, եւ իհարկե իր կոլորիտը, իր գեղեցկությունը, պատմությունը, այդ ամեն ինչը միքս եղավ, ու նաեւ ես հասկացա, որ Սիցիլիայում նույնպես որպես ճանապարհորդ մենք նաեւ գտնվում ենք որոշակի տղամարդկային ագրեսիվ էներգիայի մեջ, որ կարող է անհրաժեշտություն լինի նաեւ պաշտպանել քո կողակիցներին։ Հետաքրքիր այս քո պատմությունից հետո ինձ մոտ սենց հարց առաջացավ, եթե քո կյանքը ինչ որ ֆիլմի ժանր լիներ, ինչ կլիներ դրամա, կրիմինալ, այս քո պատմությունից հետո կոմեդիա, ինչ ոնց ժանր։ Մեր սերնդի ցանկացած տղամարդու կյանքը մինչև 20-25 տարեկանը կարծում եմ ավելի մոտ է եղել կրիմինալին, որովհետև մենք ապրել ենք այն սերնդի մեջ, ինքներս ենք եղել, որտեղ բարքերը տենց են եղել։ Հետո արդեն կրթություն, հետո արդեն բիզնես, երևի մյուս հատվածը ավելի ֆանտազիա է։ Հա, երևի ֆանտազիան ավելի հետաքրքիր է, որտեղ արդեն դեպքեր են տեղի ունենում, որը ֆանտաստիկայի շերտից է։ Շատ լավ, իսկ դու ունես ճանապարհորդական սովորույթներ, օրինակ ինչ որ երկիր այցելելուց կոնկրետ հստակ տեղեր կա, որ դու սիրում ես սելֆի անել, տեղական ուտելիք փորձել, միգուցե հենց լոկալների հետ շփվել, հենց տիպիկ ճանապարհորդական սովորույթների մասին է խոսքը։ Հետաքրքիր է, երբեք չեմ մտածել, բայց իմ դեպքում երևի առաջինը, որ ես նայում եմ ինչ-որ տեղ ճամփորդելուց, դա երկու բան է՝ մեքենա եւ մարզվելու տեղ։ Պատկերացնում ես, այսինքն իմ համար մեքենա մարզվելու տեղ։ Իսկ օրինակ Մալդիվներում ինչ մեքենայի մասին է խոսքը։ Դե Մալդիվներում այդ հնարավոր չի։ Դա էլ իր յուրահատկություն ունի, հա, Մալդիվների ճամփորդությունը իր յուրահատկություն ունի, որտեղ ջիմը կա, իհարկե։ Ջիմը կա։ Հա, բայց մեքենան դե։ Չկա, բայց ոչինչ։ Իսկ հենց Մալդիվները քո վրա տենց վաու տպավորություն է թողել, թե օրինակ երկիրը, որտեղ կարելի է մեկ անգամ այցելել։ Չէ, ինքը վաու էր, որովհետև ծովը ֆանտաստիկ էր, շատ գեղեցիկ էր։ Ես գեղեցիկը նկատելու յուրահատուկ զգացողություն ունեմ, իմ համար գեղեցիկը շատ կարևոր է։ Եվ ծովը ֆանտաստիկ է, հյուրանոցներն էլ, դե հա, հյուրանոցների մասում ինչ-որ զարմանալու բան չկա։ Ավելի շատ ես Դուբայում հաճախ եմ լինում, Դուբայում ես վերջերս զարմացա մի հյուրանոցի վրա, իր Որ հյուրանոց է դուք։ Bubble Shams, բանի մոտ է, անապատի մեջ է, Դուբայից երևի մի ժամվա հեռավորության վրա։ Անապատային հյուրանոց է։ Հա, ինքը այդ հյուրանոցը ֆանտաստիկ աուրա էներգիա ուներ տպավորել։ Դու անապատի մեջ ես, բայց քեզ թվում է դու ինչ որ մոգական։ Մենք ստակ ունենանք այդ կադրերը, էլի, դու պատմի։ Ինքը ինչ որ մոգական բան է, ոնց որ տեղ լինի։ Քո թեմայի մեջ է։ Հա, լրիվ միստիկ, մոգական, շատ յուրահատուկ տեղ էր ինքը, ու անապատի մեջ դու գտնվում ես ինչ որ մի հատ հեքիաթի մեջ։ Ալադինի հեքիաթի մեջ։ Այո, ու ինչն էր հետաքրքիր, ինքը ճոխ հյուրանոց էր, ու ճոխության ստանդարտները հստակ տեսնում ես, որ փոխվում են։ Օրինակ, եթե Դուբայում նայում են, կա Al-Khasr հյուրանոց, որը ճոխության որոշակի ստանդարտ է եղել 10-ամյակից ավել, ու նայում ես այս հյուրանոցը, Bubble Shams-ը, ինքը արդեն նոր ճոխության ստանդարտ է, հնարավոր մինիմալը, հնարավոր ամենագեղեցիկ, ամենաճաշակովը, ու այն մինիմալիզմի մեջ շատ ճոխ բան են իրանք ստացել։ Երևի ավելի շատ իրոք այդ էներգետիկայի վրա են Նաև էներգետիկա։ Օրինակ Դուբայը ինձ համար ավելի շատ նյութական քաղաք է։ Օրինակ դու հոգևոր ինչ որ բան ստացել ես, քանի որ ապրել ես, չէ՞, Դուբայում հենց Դուբայում, թե ուրիշ են։ Դուբայում, հենց Դուբայում, բայց Աբու Դաբի, Դուբայ շատ ավելի աշխատանքի բերում եւ այնտեղ։ Ինչ ձևի քաղաք է քեզ համար Դուբայը։ Դուբայը ես համեմատում եմ, եթե ասեմ մետաֆիզիկայի լեզվով, ինքը 15 արխետիպի քաղաք է։ 15 արխետիպը ինքը ճոխություն, հարստություն, առատություն։ Դա 6-ը չէր։ Դե 6-ն էլ էլի 15։ Հա, Մեկին գումարեցինք 6-ը։ Հա, ճիշտ ես ասում, հա։ 6-ն էլ է 15 եւ հենց Դուբայի շեխը ինքը ծնվել է, չեմ հիշում որ ամսով, բայց 15-ին եւ ինքը իր արխետիպի նման քաղաք է կառուցել։ Ամեն ինչի գեղեցիկը, ճոխը, շքերը, շատը, մեծը, առատը։ Ահա, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ երկրի ղեկավարը կարող է ազդել ամբողջ հիմնադիրը կարող է ազդել ամբողջ երկրի բարեկեցության եւ հակառակը ինչ որ կռիվների ցնցումների ամեն ինչի վրա կարող է ազդել։ Ու եթե ինքը հիմնադիրն է, մենք տեսնում ենք, որ եթե ես առանձին վերլուծեմ Դուբայի շեխի արխետիպերը, ինչ հայտնի է մեզ, եւ Դուբայը որպես էմիրություն, ինքը տենց շատ մեկին մեկ իր էներգիայի շարունակությունն է։ Իսկ Փարիզը ինչ արխետիպ է։ Չգիտեմ, Փարիզում չեմ եղել, պլանավորում եմ այս տարի լինել, բայց հետաքրքիր կլինի։ Փարիզն էլ նայեք, այն քաղաքները կամ պետությունները, որոնք ունեն 100-ամյակների պատմություն, այնտեղ շատ ուրիշ էներգիաներ կան, էլի։ Շատ բազմաշերտ է, իսկ Դուբայում ցույց հստակ է,
էսա ու վերջ։ Իսկ եղել է այնպիսի երկիր, այնպիսի վայր միգուցե, որ դու եղել ես, հետո նոր հետ վերադառնալուց հետո, այս քո վերլուծությունից հետո հասկացել ես, թե դու ինչի համար հենց պետքա տեղ լինեիր։ Ինչ որ մի բան է քեզ տվել ու քո մոտ հստակ փոփոխություններ է դրանից հետո եղել։ Կարծում եմ այս իմաստով Սիցիլիան շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ վրա։ Արթնացել ես։ Ահա։ Այդ ամեն ինչից հետո։ Այո, որովհետև երկու գործոնց տեղ կա։ Մենք հիմա այն տարիքում ենք, որ բիզնես, ընտանիք, ավելի հանգիստ, բայց սևակի ասած ինչ որ կյանքում, ինչ որ տարիքում կյանքի, երբ խորը քնի մեջ ինչ որ մեկը մեր երազնա կող կրտում, sense բառեր ունի բանաստեղծության մեջ, ասում են առաջվա պես երիտասարդ տարիների նման մենք վեր ենք ցատկում ճչալով, այսինքն Սիցիլիայում մենք հասկացանք, որ անկախ քո տարիքից, անկախ քո ստատուսից դու որպես ոին պետքա ինչ որ մի պահի կյանքում էլի ակտիվ լինես։ Ու մենք այդ օրը վտանգ այնքան ակնհայտ տեսանք, ասենք պայքարողի արխետիպը արտացավ քո մոտ։ Եվ մեր մյուս ընկերների մոտ ում հետ միասին գնացել ենք։ Իսկ քո այդ այսքան շատ ճանապարհորդությունը ազդում է, որ մարդկանց էլ ավելի լավ ճանաչես։ Ավելի հստակ արդեն հասկանում մարդը իրական է, թե դիմակ է կրում։ Այո, մենք ունենք խումբ մեր ակումբի ներսում, ում հետ մենք միասին ճամփորդում ենք ընտանիքներով, մոտ 20-24 հոգանոց խումբ ենք, եւ այդ խմբով ենք առաջին մեր ուղղությունը Սիցիլիան ընտրել, ու մենք դրանից հետո էլի ճամփորդում ենք միասին, ու մենք այնքան ենք մտերմացել, այնքան ենք իրար ճանաչում, եւ իհարկե ճամփորդության մեջ ճանաչելը ամենախորն է, ամենաիսկականն է։ Չէ, ճանապարհությունից հետո դու այլ մարդկանց ավելի հեշտ ես ճանաչում։ Կատունում այդ հմտությունն է քո մոտ զարգանում։ Հետաքրքիր հարց է։ Ես առհասարակ մարդուն մի քանի շերտով եմ ճանաչում։ Ամենակարևոր շերտը իմ համար մարդու էներգիան է, եւ ճամփորդության ընթացքում եւ հետո ինքս իմ էներգետիկ զգացողությունը, զգայական մասը ակտիվանում, ավելի ուժեղ է լինում։ Երբեմն կինս ինձ ասում է, ինչ ես ես մարդուն sense ուշադիր նայում, ես կարամ սևեռվեմ իմ մարդու sense։ Սիրուն աղջիկ չի, չէ՞ դիմաց։ Չէ։ Կապ չունի, սերը տարիքը ես կարող եմ sense նայեմ ու կինս ասի լավ, մի նայ տենց, բայց երբ որ մարդուն նայում եմ, ես մենակ իրա ոչ թե միայն առհասարակ իրա ֆիզիկական դիմագծերը չեմ նայում, ես ոնց որ 3D եմ նայում։ Ինձ հետաքրքիր է իր այն։ Մեզ է սովորեցրու, որ մենք էլ 3D փորձենք նայել, դա ոնց ես դու այդ ոնց որ տարիների պրակտիկայի արդյունք է դա 10 տարուց ավել։ Այսինքն կենտրոնացում, փորձել հասկանալ, թե ինքը ինչ է այս պահին մտածում, զգում, հա, ինչ ես այդ պահին մտածում։ Առաջի ամենակարևոր բանը նայել մարդուն համաձայն լինելով իրա ամբողջ տեսակի հետ։ Այդ համաձայն լինելը ընդունել։ Այո, ընդունել ու համաձայն լինել, որ ինքը հենց այդպես է։ Իսկ եթե օրինակ շատ բացասական գծեր ունի, օրինակ ագրեսիա է դրսևորում, բարձր բղավում է, ինչ որ շատ վատ պահվածք է անում ու իրոք չի ստացվում ընդունելը, ոնց քեզ համոզել։ Իմ համար ավելի մեծ արժեք ունի այդ տեսակի մարդու հետ շփվելը, ասեմ ինչի, որովհետև մենք միշտ շփվում ենք այն մարդկանց հետ, ում կամ նույնությամբ մեր նման կրկնում են մեր որակները, կամ մեր ստվերային մասն են արտացոլում։ Ձեր քո ասած դեպքում այդ մարդիկ իմ ստվերը կարան արտացոլեն, ես քո մեջ է այդ ագրեսիան, քո մեջ է այդ իհարկե։ Ու ես նայում եմ ընդունելով այդ մարդուն, ես առաջին հերթին ընդունում եմ իմ ներսի ստվերային մասը։ Դե հա, ճիշտ են ասում, որ միշտ նմանը նմաններին է հանդիպում։ Այո, եւ այն մասը, ինչը մենք մեր մեջ չենք ընդունում մեր կյանքում, եւ ինչը ուրիշների մեջ մեզ շատ բարկացնում է, այդ մեր մեջ մեր ստվերային մասում դա կա։ Օրինակ հիմա Գրիգոր ջան, կարող ես բացատրել այդ ֆենոմենը։ Օրինակ ես տոնել չեմ կարողանում հայավարի ասած, քծիպ մարդկանց, ագահ մարդկանց։ Ստացվում է ես ագահ եմ։ Չէ, ոնց այդ ասածը ոնց կարող ես հակառակը բացատրել։ Դու առատաձեռն ես, եւ դա որակ է։ Ցանկացած որակ մեր ներսում մենակ մի նշանով, պլյուս նշանով չի լինում։ Եվ պլյուսը կա դրա, եւ մինուսը կա։ Այսինքն մեր ներսում պարտադիր, եթե կա ինչ-որ մի գիծ, այդ գծի մինուս նշանն էլ մեր ներսում կա։ Ուղղակի մենք դրսևորում ենք պլյուս նշանը։ Այսինքն կարա կյանքում ինչ-որ մի պահ լինի, օրինակ քո դեպքում չասեմ, ուրիշ մարդու օրինակով ասեմ, իր գործերը կարա վատ լինի, իր կյանքը կարա չստացվի, եւ այդ պլյուսի տեղը մինուս, այդ նշանի մինուսը սկսի ակտիվանալ։ Այսինքն ինչ-ինչ պայմանների դեպքում անհաջողությունների մարդը դառնա ավելի, այսինքն դա մեր ներսում կա, ինչի դրականը մեր ներսում կա, դրա բացասականն էլ մեր ներսում կա։ Այլապես այդ գիծը չի լինի պրոստը։ Այսինքն ես պետք է, երբ որ տեսնում եմ ագահ մարդկանց, ես պետք է իրենց ընդունեմ, ասեմ ձեր ցավը տանենք, մոտավորապես ինչ պետք է անենք, ուղղակի ասեմ, որ նման մարդիկ է գոյացնում։ Այո, ցավը տանելը ոչ մի դեպքում չի կարելի եւ չարժի։ Մենք հայերով սիրում ենք ուրիշի ցավը տանել։ Հումորային է, բայց ճիշտ ես ասում, ամենաբար էներգիան, շատ մեծ ազգային դինամիկա է, ազգային process է, որի հետևանքները իրականում շատ ծանր է։
բոլորս ապրում ենք ուրիշների ցավը մեր վրա վերցնելով։ Դա պետք չի։ Ամեն մարդ ունի իր փորձությունը, իր ճանապարհը, իր կյանքը, իր ցավը եւ այդ ցավը իրանն է։ Եվ նույնիսկ եթե մենք խոսքի մեջ ենք դա ասում, ցած հավեսով, ջիգարով, հա, տես սիրով, մենք կարանք դա վերցնենք։ Ուրիշի խնդիրը մենք կարանք ինքներս մեր վրա վերցնենք։ Այսինքն զգուշ խոսել, խոսքով։ Նո, այդ բառը պրոստը հանել, պետք է հանել մեր խոսակցականից։ Դա մեկ։ Երկրորդը, եթե մենք տեսնում ենք ինչ-որ մի մարդ, որը իրան պահում է մեզ նյարդայնացնող ձևով, այդ մեր համար կարա ուղակի տոտալ ընդունելու ակտով լինի, այսինքն նայենք, ասենք, օքեյ, սա նույնպես իրավունք ունի լինելու, այս վարքագիծը, այս տեսակը, այս մարդը։ Եվ հետաքրքիր մի բան ասեմ, երբ որ մենք դա ընդունում ենք ուրիշների մեջ, նման մարդիկ մեզ ավելի քիչ են հանդիպում եւ ինքներս մեզ էլ ավելի լավ ենք ճանաչում։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, ես կարամ իմ անձնական փորձից սկսեմ, երբ որ ես տարիներ առաջ նոր էի բացել Go Travel-ը, ես գում էի մրցակցություն այլ ընկերությունների իմ եւ այսպեսի ասած պերիպլոտկաներ, հա, ինչ որ մրցակցային պայմաններում ու որ պահից սկսած ես հասկացա, որ իրենք մրցակից չեն, այլ գործընկեր են։ Նախ իմ գործերը ավելի լավացան, երկրորդ հերթին իմ մեջ sense իրանց նկատմամբ սեր արթնացա, բայց կարող է ես չեմ ճանաչում մարդկանց դա էական չի, բայց հետո իրանց այդ ինձ խանգարելու process-ը ես չնկատեցի ընդհանրապես, sense պատկերում sense հարթություն, հավասարակշռություն արթնացավ։ Այո։ Մրցակիցներն էլ էլի ինչ որ առումով, ինչքանով մեզ իրանք նյարդայնացնում են, մեր ինչ որ թույլ մասերն են արտացոլում իրանք։ Թույլ, ստվերային Հասկանում եմ։ Տվաբար մրցակիցները նույնպես։ Իսկ թվում շատերին է հետաքրքիր ծնող երեխա հարաբերությունները։ Ինչ ես կարծում, մի քիչ դրա մասին չխոսենք։ Հա։ Օրինակ շատ ես վերջերս կարդացել եմ, որ երեխաներն են ընտրում իրենց ծնողների։ Ինչ ես կարծում, դա իրոք նախապես ընտրություն է, թե կենսաբանական պատահականություն է։ Ասենց ասեն, կա տարբեր մոտեցումներ։ Արևելյան մոտեցումը ասում է, որ երեխայի հոգին ընտրում է այն ընտանիքը, որտեղ ինքը պետքա ծնվի։ Ես դրա հետ համաձայն եմ։ Եվ երեխայի հոգին ընտրում է նաև այն ճակատագիրը, որ ինքը պետքա ունենա, այն կյանքը, որ ինքը պետքա ապրի։ Մեզ քրիստոնյաներից դա ավելի խորթ է, որովհետև մեր դեպքում այդ հարցի պատասխանը ընդհանրապես չկա, հա, ինչի է երեխան հենց այս ընտանիքում ծնվում, ոչ այլ ընտանիքում։ Հոգին մինչև ծնվելը որտեղ է լինում, ինքը լինում է թե չի լինում, այսինքն քրիստոնեական աշխարհայացքի դեպքում ոնց որ այդ կետից ամեն ինչ սկսում է, ծնվելը արդեն փաստացի կա, կնքեցինք երեխուն ու всё գնաց, հա, բայց արևելքում այդտեղից չի սկսում մարդու ուղին, սկսում է մինչև դրանից, երբ որ ինքը ընտրում է, նույնիսկ ավելի շուտ է սկսում այս process-ը, երբ որ մարդը նախորդ կյանքում արդեն իր կյանքը ավարտեց, գնաց, հիմա նորից գալիս է այս աշխարհ, ընտրելով այն ընտանիքը, որտեղ ինքը պետք է նոր որակ ձեռք բերի, իր հոգուն նոր որակ պետք է ավելացնի։ Եվ եթե նույնիսկ ընտրում է այնպիսի ծնողներ, որոնց հետ ինքը հարթ հարաբերությունների մեջ չի, դա էլի նորից իր ընտրությունն է։ Էլի ըստ արևելյան գիտությունների ինքը նախորդ կյանքում եղել է այնպիսի ծնող, ինչպիսի ծնող այս կյանքում ինքը պետք է ունենա, այսինքն հոգին միշտ այո, բոլոր անկյուններից ինքը թրծվելու կարիք ունի։ Հասկացա։ Իսկ եթե ինքը այս կյանքում իրան հետաքրքիր է, եթե ծնողը ընդհանրապես չի ընդունում երեխայի, այսպես ասած, ճակատագիրը, թե ինչ պետք է ինքը դառնա, ինչ ճանապարհով գնա, ով պետք է զիջի ծնողը թե երեխան։ Իհարկե ծնողը։ Յունգը ասում է, որ այն սպասելիքը, որը ծնողը դնում է իր երեխայի ուսերին, դա ամենածանր բեռն է երեխայի համար։ Եվ այն սպասելիքները, եւ այն իրականացած իր երազանքները անձնական, որը դնում է երեխայի վրա, դա երեխայի համար անտանելի ծանր բեռ է։ Երեխան ունի իր ճանապարհը, իր առաքելությունը, իր տաղանդները։ Եթե նույնիսկ սխալներ է անում, պետք է կողքից նայես, ասես, օքեյ, գնա քո սխալները։ Դե իհարկե, այստեղ կա երկու հարց, հա, մեկը հենց կենցաղային առօրյա հարց, հա, հիմա երեխան ծխում է, ասես թե չասես։ Սա ուրիշ ստրատեգիա է։ Ինչ պետք է անել այս հարցին է պատասխանի։ Դե առաջինը կարծում եմ հենց սեփական օրինակով երեխային առաջնորդնելն է, այսինքն ծնողը եւ ուսուցիչը իրար շատ մոտիկ են դերերով։ Եթե ծնողը ուզում է երեխային ինչ որ մի բանում հետ պահի կամ բան, ինքը պետքա լիդ անի, ինքը պետքա առաջնորդի երեխային սեփական վարքով։ Եվ հիմա օրինակ այս պահին շատ դժվար մի հատ պերիոդ են ապրում ծնողները, ովքեր իրանց երեխայի մեջ այսպես քաղաքակրթական խզում են տեսնում, այսինքն երեխաները մեկ էլ մեծացան, այս ամեն ինչից գadgetներից, բաներից սկսում են ակտիվ օգտվել ու ծնողը հետ է մնում ինչ որ մի կետից ու ստեղ հակառակն է, այսինքն երեխան է ծնողին լիդանում, հա, առաջ տանում։ Ստեղ պետքա ծնողը միշտ առաջ լինի։ Ինքը հատկապես այսօրվա ծնողները պետքա իրանք
ամեն Քիչ ինչի մեջ լինեն։ վարդ է ու հակասական է, օրինակ ես աղջիկ ունեմ, որը 14 տարեկան է եւ ինքը ամբողջ օրը հեռախոսի մեջ է եւ նույնիսկ ես երեք իրեն համերգի եմ տարել, համերգի ամբողջ ընթացքում ինքը չէր վայելում համերգը, այլ հեռախոսի մեջ էր։ Դեպքում ես պետք է հանգիստ հասկանամ ու ասեմ ընդունեմ, որ օրինակ Միլան այդպեսին է, ինքը դա է ուզում ու իրեն ամբողջությամբ ազատ թողեմ, թե փորձեմ ներգրավել process-ի մեջ։ Ինչ պետք է Այստեղ անեմ շատ ես։ կարևոր է իր արխետիպերը, երեխան որ արխետիպերով է, առաջինը, եւ իր արխետիպերի ուղղությամբ 17-ին է ծնվել։ Հա, 17 արխետիպը ինքը շատ հետաքրքիր արխետիպ է, իրանք աստղերն են, այսպես ասած փայլող տեսակն է, եթե դու իր համար միջավայր ստեղծես, որտեղ ինքը բեմի վրա կլինի, կփայլի, իրան շատ մարդ կնայի, ինքը կարտասանի, կպարի, կխաղա ու իրան մեծ Ինքը կլինի հա, ինքը կլինի աստղը։ բեմի վրա, հա, այդ ժամանակ իր այդ արխետիպը կսկսի իրացվել։ Հենց այդ արխետիպը սկսեց իրացվել, երեխան կտրվի այդ կախվածություններից, հեռախոսն է, չգիտեմ, սոցիալական ցանցերն, ինչ որ բլոգերներն են այդ տարիքում իրանց դուր գալի։ Այսինքն կարևորը երեխայի արխետիպը գտնելն է, որը իր ծննդյան օրով կարելի է շատ մեծ հավանականությամբ գտնել եւ այդ ուղղությամբ իր համար միջավայր ստեղծել, որ ինքը իրացվի։ Եվ իհարկե նաեւ որպես ծնող երեխայի համար լինել իդեալ օրինակ։ Իդեալ դժվար է լինել, որովհետև մենք մարդիկ ենք, մենք ռոբոտ չենք, մենք էլ ենք սխալներ թույլ տալիս, բայց փորձել որ լինել օրինակ, որ տեսնի, դա հնարավոր է։ Ես այս կետում լրացում անեմ, իդեալ ասելով նկատի ունեմ երեխաները այդ տարիքում հերոսներով են դաստիարակվում, այսինքն իր աչքերում, դա էլ արխետիպի դեպ ասեմ, հերոսի արխետիպը նույնպես հեքիաթներում, դիցաբանության մեջ գոյություն ունի եւ հերոսը ինքը ինչ որ բան սովորացնելու, ինչ որ մի բանի օրինակ ծառայելու ֆունկցիա ունի։ Հիմա այդ արխետիպը, եթե ծնողը ինքը կարում է լրացնի ընտանիքում, այսինքն ինքը երեխայի հերոսն է, ինքը երեխային լիդանում առաջնորդում է, սովորացնում է, երջանիկ է, իր կյանքով է ապրում, կարողանում է վայելել կյանքը, այդ երեխային կարա շատ մեծ ռեսուրս լինի։ Ճիշտ է, որ օրինակ երեխային մինչև 7 տարեկանը պետք է տաս անպայմանական սեր, շատ սեր։ Եվ երկրորդ հարցը ինձ հետաքրքիր է, եթե երեխան փոքր տարիքում սեր չի ստացել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն այդ տրավմաները ուղեկցում են, թե ինչ որ մի հատ Մենք ո՞ր կողմից ենք քննարկում, ծնողի դերից թե երեխայի դերից։ Եթե երեխան չի ստացել սերը։ Հա, բայց մենք երեխայի հետ ենք հիմա աշխատում, թե ծնողի։ Երեխայի, ինքը ինչ պետք է անի, որ այդ սերը ես իմ տրավմաներն եմ ուզում լուծել։ Ինչ պետք է անի այն երեխան, որ փոքր ժամանակ զգացել է, որ չի ստացել օրինակ այդ սերը։ Հետաքրքիր բան ասեմ, թերապևտիկ տեսանկյունից, երեխան եթե ինչ որ մի կետում կանգնում է ու ասում է, օքեյ, ես համաձայնվում եմ, որ ես այդ սերը երբեք չեմ ստանալու, այդ պահից սերը կարա հոսի երեխային։ Իդեպ ես ասեմ, այդ սերը պարտադիր չի հենց ծնողը ինքը շփվելով երեխային փոխանցի։ Ծնող երեխա հարաբերություններում կա շատ մեծ էներգետիկ հոսքեր, որը գոյություն ունի, եթե հիերարխիան պահպանված է, այսինքն եթե երեխան իր տեղում է, ծնողը իր տեղում է, անկախ նրանից ծնողը ինչքան խնդիրներ ունի, միասին են ապրում, առանձին են ապրում, ամուսնալուծված են, թե ընտանիքը ամբողջական է, այդ էներգիան հոսում է ծնողից դեպի երեխա։ Շատ կարևոր է էս, բայց երբ որ երեխան սպասում է անդադ որ ծնողը պետք է նրան սեր տա, ինքը չի պատտվում դեպի իր կյանքը։ Այսինքն այստեղ շատ կարևոր է որ ինչ որ կետից երեխան ասի, օքեյ, ինչ կա, եւ քո տվածի համար եմ շնորհակալ, սիրելի հայր եւ մայր, եւ քո չտվածի համար եմ շնորհակալ, ու պատտվի դեպի իր կյանքը։ Այս պատտվելու ակտը երբ որ տեղի է ունենում, այդ էներգետիկ հոսքը սկսում է լինել։ Այսինքն վերևից ներքև սկսում է հոսել այդ էներգիան։ Դա շատ ուժեղ գիտակցվածություն պետք է ունենաս, որ հասնես այն կետին ու ընդունես փաստերը այնպես ինչպես կան, բայց շատ հաճախ երեխաները փոքր տարիքում այդ չեն կարող ընդունեն։ Պետք է մեծ անհրաժեշտություն է սերը։ Ես երբեմն ասում եմ, որ ավելի կարևոր է երեխային տալ սեր եւ ուշադրություն ու ժամանակ, քան ֆիզիկական ատրիբուտները, այսինքն այն մնացածը ինչը նվերներ, չգիտեմ, հագուստ, կարևոր է հագուստը, բայց այդ էներգիան ավելի կարևոր է։ Երեխան կարող մի հագուստ պակաս ունենա, բայց այդ սերը ժամանակը ծնողի ինքը շատ մեծ իր համար ռեսուրս է։ Իսկ եթե օրինակ երեխան մեծանում է ու այսպես ասած դառնում է անշնորհակալ երեխա, թողում է ծնողներին եւ գնում է օրինակ, դա էլ ինչ որ հետաքրքիր նախապատմություն ունի։ Դա գալիս է նրանից հաճախ, որ ծնողը զոհաբերել է, շապից շատ արել երեխայի համար, իրան զոհաբերելով։
առհասարակ զոհաբերությունը ցանկացած տեղ, ցանկացած ֆորմատով երբեք չի արժանանում լիարժեք գնահատման, սա էլ իր մետաֆիզիկան ունի, էլի, որովհետև զոհաբերության գինը այնքան մեծ է, որ ոչ մեկ, այդ թվում երեխան, պատրաստ չի այդ նույն գնով դա հատուցել, այսինքն ինչ պիտի անի երեխան, եթե այդ նույն գնով հատուցի, պետք է ինքն իրան զոհաբերի, չի կարելի, այսինքն եթե ծնող իր կյանքը թողած ամբողջ կյանքը ծառայացնում է երեխայի կյանքին, ինչ որ մի օր երեխան թողելու է ու գնա, որովհետև այդ բեռը, այդ զոհաբերության բեռը էլի չափազանց ծանր է երեխայի համար։ Ինքը ինչ որ մի կետում ասելու ավելի լավ է ես թողեմ գնամ, քան նույն չափ հատուցեմ իմ ծնողին, նույն ձևով հատուցեմ իմ ծնողին։ Իդեպ այն ինչ ես ասում եմ, սա գերմանական, այսպես ասած, հոգեթերապիայի դպրոց կա, Բերտ Հելինգերն է հիմնադիրը, եւ այս ամեն ինչը կա այդ դպրոցի մեջ եւ մենք ունենք շատ լավ ուսուցիչներ, շատ լավ թերապևտներ, ես ինքս բազմաթիվ անգամ հարյուրավոր, հազարավոր դեպքերի ինքս եմ մասնակցել, այնպես որ մենք ամեն օր տեսնում ենք այս process-ը, ոչ մի զոհաբերություն ոչ մեկի կողմից երբեք ըստ արժանվույն չի գնահատվում, որովհետեւ զոհաբերությունը դա չափազանց մեծ գին ունի։ Նույնիսկ Քրիստոսի զոհաբերությունը ոչ բոլորի կողմից եւ ոչ միշտ գնահատվեցնեն, ոնց պետք էր գնահատվել։ Դες նույնպես այդպեսի ժողովրդական ասույթ կա, որ ասում են շատ անողին շատ է հասնում, ու հենց վատ իմաստով էլ, ինչքան դու շատ ես անում, այդքան շատ դժվարություններ է քեզ գալիս։ Այդ լրիվ աշխատում է այստեղ։ Իսկ այսքան խոսացինք արխետիպներից։ Օրինակ, որ արխետիպի մարդիկ են ամենաշատը ճանապարհորդում։ 7 7, այսինքն ովքեր ծնվել են 7-ին, որևէ ամսվա 7-ին, այո։ Որևէ ամսվա 7-ին։ Այո, կամ 7-րդ ամսին են ծնվել, դա ամենաշատ ճանապարհորդող։ Այո, իրանք ամենաշատ, եթե նույնիսկ չեն ճանապարհորդում, ես խորհուրդ կտամ ճանապարհորդել, որովհետև դա իրանք շատ մեծ էներգիա կտա, շատ մեծ։ Այդ 7 թիվը կսկսի իրացվել, կսկսի նաև 10 թիվն էլ է ճամփորդելու ավելի հակված թիվ, բայց 7-ը առաջին հերթին, երկրորդ հերթին 10-ը։ 7-ը եւ 10-ը։ Շատ լավ, դու հաղորդումից առաջ ասացիր, որ որոշ երկրներում ես եղել, մի քանի երկրից քեզ հարցեր տամ։ Ինձ հետաքրքիր է Հունաստանում ես եղել, ավելի շատ Հունաստանի ծովն ես հավանել, օրինակ Էգեյան ծովը, թե օրինակ մթնոլորտը, հենց հունական վայրերը։ Մթնոլորտը, հունացիներին, հայերի նման են, չէ՞։ Սա աշխարհի պարկ են, բայց վայելում են կյանքը։ Իրանք իտալացիների նման դոլչե վիտե են անում։ Սա կղզիների կեսը գրավա դրած։ Իրանք վայելում են կյանքը։ Իսկ կղզիների կեսը հայերին է պատկանում։ Չէ, ինչքանով որ ես հասկացա, մեր գիտներ պատմում, ասում էր սա պարքի դիմաց գրավա դրած, չգիտեմ ես որ բանկում ես կղզին ու բայց իրանք վայելում են, երգում են, շատ կայֆարիկ ժողովուրդ են, sense մեր լեզվով ասած։ Ինձ այդ էներգիան շատ դուր եկավ։ Մենք հայերի ամենաֆավորիտ երկրներից մեկը Իտալիան է, ու Իտալիան քո համար ինչով է տպավորել, ասենք, հենց յուրահատուկման, որ դու ես դա զգացել, եւ ի վերջո որ քաղաքն է հետաքրքիր, Հռոմը թե Միլանը։ Չէ, Միլանը չսիրեցի Միլանը։ Հռոմն է չսիրեցիր։ Հռոմը սիրեցի, իմ համար Իտալիան առաջին հերթին ուրիշ շերտ ունի։ Ես երբ որ գնացի երկրորդ անգամ կնոջս հետ գնացինք Մեդիչիների տուն եւ իմ համար Իտալիան Ֆլորենսիայում է։ Հա, Ֆլորենսիայում է ու Մեդիչիների տունը իրանք ռենեսանսի դարաշրջանի ստեղծողներն են եւ ես Իտալիան առաջին հերթին նայում եմ այն սիմվոլիզմի տեսանկյունից, որը կա իտալական հին վանքերում, եկեղեցիներում, շենքերում, որովհետեւ բոլոր մետաֆիզիկ գիտելիքները հենց այդ շենքերի սիմվոլների մեջ են։ Ու իրանք պատահական չեն հենց ռենեսանսի դարաշրջանի գեներացնող եղել, որովհետև այդ գիտելիքը եկել է իրանց ձեռն անկել 14-15-րդ դարերում, որից հետո Ինչպես դու ես սիրում ասել, սակրալ գիտելիքներ։ Դա սակրալ գիտելիքներ է, որի շնորհիվ իրանք մարդուց ստեղծեցին մարդ արարիչ, մարդ աստված, ով ստեղծեց մի ամբողջ դարաշրջան։ Հետևաբար ես երբ որ գնում եմ Իտալիա, նայում եմ սիմվոլները շատ հետաքրքիր։ Այս ամբողջից վերլուծություն, որ մարդն է իրան սահմանափակում, ի վերջո սահմաններ չկան։ Մենք ենք մեզ սահմանափակում, թե գումար աշխատելու մեջ, թե ճանապարհորդության մեջ, անձնական հարաբերությունների մեջ, որ ասում ենք ինչ որ մի բան չի ստացվում ու սահման ենք դնում, կամ ասում ես իմ պոտենցիալը այսքանն է, սրանից ավել չեմ կարողանա անել, այսինքն դու սահմանափակում ես քեզ ուղեղով, չէ՞։ Ու փակում ես էներգիան։ Իսկ ինչ անել, որ այդ սահմանափակումները բացել,
որ քո պոտենցիալն էլ ավելի շատ լինի ու ոնց որ դու հասկանաս, որ ոչ թե ուզում ես ամենափակումներով ապրել, այլ վայելել ամբողջ sense կյանքը, sense մարմնով, հոգով վայելել։ Ինչպես անել։ Մի ոդկասթի ժամանակ ուզում եմ բոլոր հարցերի պատասխանը ստանալ։ Նախ պետք է սովորել այն գիտելիքները, որ հենց սակրալ գիտելիքներն են վերաբերում։ Օրինակ մենք միասին հիմա մետաֆիզիկայի կուրսի ընթացքի մեջ ենք եւ նմանատիպ գիտելիքները մարդուն մեծ ազատություն են տալի, շատ մեծ, որ մարդը տեսնում է իր պոտենցիալի խորությունը, մենք այնտեղ պոտենցիալի բացահայտման վարժություններ ունենք, պրակտիկաներ ունենք, հենց արխետիպերի բացահայտման վարժություններ ունենք եւ այդ ամեն ինչով մենք հենց այդ քո ասածն ենք անում, այսինքն մարդուն հնարավորություն ենք տալի տեսնել, որ չէ ինքը ոչ թե այսքան ունի, այլ այսքան ունի եւ դա պետք է իրացնել։ Իսկ պոտենցիալի իրացման համար առաջին հերթին պետքա գնալ այսպեսի լավ թեզ կա, որ եթե դու սխալ ուղղությամբ ես գնում, ապա շատ վատ է, որ դու օրինակ արագ ես գնում։ Չէ՞, մենք ասում ենք, որ այս կյանքում պետքա դու արագ գործես, արագ լինես, բայց եթե դու ուղղությունը սխալ ես ընտրել, ինչքան արագ գործես, հետո այդքան պետքա հետ գաս։ Ամեն մարդ պետք է ընտրի այն ուղղությունը, որը իրանն է։ Ուստեղ դու պատկաստից առաջ լավ միտք ասացիր, շատ կարևոր բառ ասացիր, որ ոչ թե մենք ենք ճանապարհը ընտրում, այլ ճանապարհն է մեզ ընտրում։ Եթե մենք ուզում ենք մենք ճիշտ ճանապարհով գնանք, մենք պետք է թողենք, որ ճանապարհը մեզ ընտրի, որովհետև իմ պոտենցիալին համահունչ ճանապարհը ինքը գալիս է իմ կյանք։ Պատկերացրեցի, այսինքն ես չեմ ընտրել զբաղվել սրանով, ինքն է ինձ ընտրել։ Ուղղակի մարդը սիրում է վերահսկել ամեն ինչ, դրա համար էլ սահմանափակում է իր էներգիան։ Դրա համար կյանքը մեկ մարդուն շատ դառն է այս առումով պատասխանում, անանց իրավիճակների մեջ դնում, որ դու հասկանում ես դու անզոր ես ու ոչ մի բան չես կարող անես։ Այսինքն վերահսկում երբ որ թողում ես, օրինակ իմ դեպքում ես հաշվապահ եմ եղել 2010 թվականին։ Սովորական հաշվապահ ես։ Սովորական հաշվապահ եմ եղել։ Ոնց ես պոտենցիալը դա ակտիվացրել դարձել ես բիզնես ակումբի հիմնադիր, ձեռնարկատեր։ Շատ հետաքրքիր է, հենց քո ասած ճանապարհը ընտրեց, ես ճանապարհին ասացի այո։ Ես շատ ավելի փոքր տարիքում 8-րդ 9-րդ դասայից հոգեվերլուծություն էի ուսումնասիրում, բավական խորը, շատ ինչ հնարավոր էր այդ բանը կարդալ, գտնել, ես կարդում էի, գտնում էի, ինձ դիմում էին օրինակ, շատ հետաքրքիր բան ասեմ, մեր դասանի աղջիկները, հետո կուրսի աղջիկները, հետո կողքի խմբերի խի աղջիկները, որտեղ տղաների մոտ այդ ժամանակ այդ մշակույթը չկար, այն խորհուրդ հարցնել։ Ես անընդհատ այդ տարիքում շրջապատված էի լիքը մարդկանցով, ովքեր ինձնից ինչ-որ բան էին հարցնում։ Ես հետազոտում էի, կարդում էի, վերլուծում էի, իրանց պատասխանում էի։ Ես չէի ասում, չէ, ես չէի փակվում, ես չէի ասում, չէ, իմ գործը չի, չէ։ Օգնողի դերում էի։ Հա, օգնում էի մարդկանց ինչ-որ մեկ անձնական խնդիրներ, ինչ-որ մեկը, չգիտեմ, խնդիրները տարիքում շատ էին։ Հետո խնդիրների համահունչ ավելի շատ կարդալ, ուսումնասիրել, հետո գնալ, ասենք, չգիտեմ, NLP կուրս անցնել, այդ ժամանակ ինչ հնարավոր էր սովորել, որ մինչև եկա եւ մետաֆիզիկայի Յունգի ու Բերտ Խելինգերի գիտելիքներին հասա, ավելի ուշ տարիքում։ Եվ որտեղ ավելի լավացավ։ Հա, երբ որ հաշվապահություն էի դասավանդում, արդեն ունեի հաշվապահական ընկերություն եւ մեր ուսանողուներից մեկը ինձ մի օր հարցրեց հաշվապահության դասի ժամանակ, դեբետ կրեդիտ էինք անցնում, բալանս էինք անցնում, բան։ Ասաց, լավ, քո կարծիքով ո՞րն է այս ամեն ինչի իմաստը։ Մենք ինչ ենք փող աշխատում, ինչ ենք մասնագիտություն ընտրում։ Եվ հենց այդ օրը ես որոշեցի, որ չեմ ուզում սրանով զբաղվեմ։ Հենց այդ օրը այդ ամեն ինչը թողեցի ու հիմնադրեցի Զարթուցիչը որպես պրոյեկտ։ Այսինքն ինչ որ մեկի խոսքը ինչքան շրջադարձային կարա լինի, դες քո համար։ Ինքը հենց այն մարդն էր, ով այդ ճանապարհի ներկայացուցիչն էր, իմ կյանքում ինքը եկավ դեպի ինձ այդ հարցով։ Ու ես այդ հարցին ասացի այո։ Ու հետո արդեն Զարթուցիչը հիմնադրվեց, գործընկերոջս այդ սկզբնական փուլում, հա, ու հետո արդեն ես Զարթուցիչը մենակով զարգացրեցի ու հետո իմ ամբողջ կյանքը փոխեց այդ պրոյեկտը։ Ինձ այն ժամանակ ասում են դու լավ հաշվապահ կարաս դառնաս, լավ հարկային իրավաբան կարաս դառնաս, մեծ կարիերա է քեզ սպասում, բայց դա իմը չէ։ Հաճույք չէի ստանում։ Հա, եւ հաճույք չէի ստանում եւ ես ինչ որ մի կետից վերև չէի կարա զարգանայի, հա, բայց երբ որ Զարթուցիչի առաջի, երկրորդ, երրորդ պրոյեկտներն արեցի, հարյուրավոր մարդիկ ուղակի գալիս էին, կանգնած նստելու տեղ չկար, գալիս էին ամեն բառը վերցնում էին, որովհետեւ այդտեղ ես կարացի լիարժեք արժեք տամ մարդկանց։ Իսկ օրինակ Գրիգոր, քո համար փողը ավելի շատ ազատություն է, թե կախվածություն։ Ազատությունը։ Բայց շատերը կախվածության մեջ են ընկնում ու փողի էներգիան ճիշտ չեն կարողանում օգտագործել։ Նայ, այստեղ շատ կարևոր է փողի հետևը ինչ կա։ Միշտ փողը ինքը փող չի, փողի
հետևի հատվածում։ Ինչ կարող ես դու անել այդ փողի հետ։ Բացի այդ, ինչ կարող ես անել, նաև քո համար փողը ինչա արտացոլում, հա։ Երբեմն փողի հետ շփումը ինչ որ մեկի համար իրա, օրինակ, հա, գամ բանի օրինակին, խաղամոլության օրինակին, երբ որ մարդը գնում է կազինո այն ակնկալիքով, որ պետքա մեծ փող շահի, հոգեվերլուծաբաններն ասում են, որ սա հարաբերություն է մամայի հետ, այսինքն փող ապարատից փող ստանալը, այդ խաղատան ապարատից փող ստանալը, առատ ինչ որ բան ստանալը, դա մամայից ունեցած ակնկալիք է, այսինքն եթե ուզում ես խաղամոլին բուժես, պետք է այդ մարդը իր մամայի հետ հարաբերությունները կարգավորի, դա է խնդիրը։ Այսինքն միշտ փողի հետևում ինչ որ տրավմա կարա լինի, ինչ որ process կարա լինի, ինչ որ պրոյեկցիա կարա լինի, ուստեղ այդ պրոյեկցիաներից, այդ process-ներից փողը ազատում ես, ինքը մնում է մաքուր գործիք, ինքը արդեն գալիս է ազատության էտապի մեջ, հա, արդեն դու կարող ես իրան ծախսես, վայելես, ճամփորդես, աճես, ինքդ էլ փոխվես։ Բայց երբեմն հակառակ process-ներ է լինում, որ հենց այդ տրավմաների հետևանքով մարդը սկսում է շատ փողեր աշխատել, հա, այդ մյուս տարբերակն էլ է լինում։ Ու ոնց է դա բացատրվում, որ առաջի տարբերակում դա կործանում է մարդուն, իսկ երկրորդ տարբերակում տրամպլին է։ Մի քիչ դժվար է ասել, քանի որ ինչքան մարդ, այդքան դեպք, այդքան օրինակ, բայց բազան ըստ Յունգի, ըստ Բերնի, հա, մյուս հայտնի մեծ հոգեբանի, հոգեթերապևտի, 1-ից 5 տարեկան, 7 տարեկանում մենք հիմնական հարաբերությունները մեր ծնողների հետ ձևավորում ենք։ Հետո ամբողջ կյանքում պրոյեկցիա տեղի ունենում, այսինքն ես իմ ու իմ մամայի հետ ինչ հարաբերություն ունեմ, հետո նույն հարաբերությունը ես ստեղծում եմ իմ ու իմ կնոջ հետ, իմ ու իմ շրջապատի մարդկանց հետ, որտեղ կան բազային հարաբերություններ, որից հետո մնացած ամեն ինչ պրոյեկցիա է։ Հիմա եթե մարդը չի կործանվում ու հաջողում է, այստեղ տրավմա լինել չլինելը չի, այստեղ շատ կարևոր է թե ինքը այդ իր բազային հարաբերություններում, իր ծնողների հետ հարաբերություններում ինչ դիրքում է գտնվում։ Այդտեղ է գտնվում հիմնական մեղը, որտեղ կան լիքը տրավմայով մարդիկ, որոնք ֆանտաստիկ առաջ են գնում, հաջողում են, լիքը նույնիսկ իրենց տրավման են մոնետիզացնում, փող են աշխատում, պրոդուկտ են ստեղծում, այստեղ ուրիշ բան է կարևոր։ Քո բազային հարաբերությունները ոնց են, որից հետո կրկնում եմ ամեն ինչ հետո պրոյեկցիա է դառնում։ Ու փողն այսպեսի նաև էներգիա ունի, երբ որ դու շատ ես ծախսում, շատ գալիս է, ու երբ որ դու ընտրում ես օրինակ թանկ ճանապարհորդություն ու հասկանում ես, լավ, այսքան թանկ ճանապարհորդություն եմ ընտրել, ոնց եմ տարվա վերջում ես օրինակ, հա, ապրելու, չեմ խնայում եւ այլն, մեկ էլ զգում ես, որ ինչ որ տեղից այդ գումարը գալիս է։ Դա ինչ էներգիա ունի։ Նախ ճանապարհորդությունը իմ կարծիքով ամենամեծ ներդրումներից մեկն է մեր կյանքի։ Ես Սյուշի հետ պատկաստում էլ կարծեմ, ես կամ Սյուշի հետ այս միտքը ասեցին, քեզ ուղարկել է եթե հասցրեցի։ Իրոք ճամփորդությունը ամենամեծ ներդրումներից մեկն է եւ դու քո թիմը քո այս բիզնեսով օգնում եք որ մարդկանց կյանքի ինտենսիվությունը ավելի, հա, սա շատ կարեւոր է, որովհետեւ ինչ է ճամփորդությունը։ Ճամփորդությունը դա քո էներգետիկ մետաբոլիզմի ակտիվացումն է։ Այն մարդիկ, ովքեր ավելի չեն ճամփորդում, ավելի նույն քաղաքին, նույն տեղին կպած են, իրանք ավելի պատրաստ չեն այդ էներգետիկ մետաբոլիզմին, այսինքն պատրաստ չեն ավելի ինտենսիվ էմոցիաներ, ապրումներ, տեղափոխություն գնացին եկան։ Հիմա երբ որ դուք այդ հնարավորություն տալիս եք, որ մարդիկ ճամփորդեն, այստեղ արդեն գումարը ընդհանրապես կարևոր չի։ Ես ճամփորդության մեջ կան բաներ, որոնց վրա կոնկրետ հստակ չեմ խնայում, հստակ որ սա չի քննարկվում, սա պետք է ամենալավը լինի։ Ու ես լավ հասկանում եմ, որ այդ էներգիան, երբ որ ես նման ձևով եմ իրան վերաբերվում, ինձ հետ է գալի։ Ես տարբեր տեղերից կարամ այդ գումարը շատ արագ հետ աշխատեմ, հետ ստանամ։ Ես էլ մի հետաքրքիր սենց գաղափար ունեմ իմ մտքում, ասում եթե կյանքում կա ինչ-որ լավագույնը, ում համար է արված, ու հասկանում որ հատուկ մարդկանց, որոշակի մարդկանց համար է արված։ Ու ես ասում, ինչի ես այդ մարդկանց ցուցակում չեմ։ Իրավունք ունես, իհարկե։ Սենց այս ձևով եմ մտածում, ու մեկ էլ տեսնում ես այդ ցուցակում եմ հայտնվում։ Դրիվ, դու բոլորս ցանկացած մարդ այդ իրավունքը ունի, իր համար որոշելու ինքը ինչի է արժանի, ինչքանի է արժանի։ Գիտեմ, որ քո համար բեկումնային է եղել կլուբ կապիտալի ստեղծումը, եթե պատկերացնես, որ մի օր դու դա ինչ ես ունենում, ինչ է փոխվել քո կյանքում, ինչ է քեզ տվել։ Շատ գումար, ծանոթություն, կապեր, մարդիկ։ Առաջինը կլուբ կապիտալը շատ գումար չի տվել, չի տալի, չէ։ Լավ բիզնես չի, Ինքը, այո, դա ինքը հասարակական կազմակերպություն է, ու այս իմաստով ինքը շատ գումար չի կարող գեներացնի, բայց ինձ տվել է մի բան, որը իմ պոտենցիալի ռեալիզացիան է։
եւ իմ պոտենցիալը ռեալիզացնելով ես նաեւ ստեղծել եմ մի միջավայր, որտեղ մարդիկ նույնպես իրենց պոտենցիալը ռեալիզացնում են։ Այսինքն ինձ անձամբ ակումբը տվել է իմ պոտենցիալի ռեալիզացիա, այն ինչի առաքելությունը ես ունեմ այս կյանքում։ Այսինքն նույնպես ակումբ ստեղծելը ինքնանպատակ չի եղել։ Ես ստեղծել եմ մի բան, որի առաքելությունը ես ունեմ։ Հիմա որ դու ասացիր, իմ ու քո ծանոթությունը ոնց է տեղի ունեցել, հենց քո ակումբից Արսենը, որը ինձ ճանաչում էր, ծանոթացրեց քեզ հետ, դու ես եկա քո մոտ մետաֆիզիկայի դասի, այսինքն դա մեկ է եղել է քո ակումբի հետ կապված։ Ու նման ճյուղերը այնքան շատ են, այնքան շատ են, հարյուրավոր, հազարավորներ, թե բացի ակումբը նաև այն նախագիծը, որ արել եմ պրակտիկը, մեր ակումբի առաջի 80 անդամները իմ ուսանողներն են եղել պրակտիկից եւ որպեսզի մասշտաբը պատկերացնես փոփոխությունների ահռելի է եւ այդ մարդկանց կյանքում եւ իրանց ընտանիքներում եւ իրանց բիզնեսներում իրանց միջև կապեր այդ սենց ինքը սենց բանի նման սենց ցանցի նման սենց տարածվել է շատ ձնագնդիկի էֆեկտ է ունեցել ու դրա համար այո ինքը հնարավորություն է իմ պոտենցիալը իրացնելու եւ իմ ակումբի անդամների պոտենցիալը իրացնելու Արի մի պահ տեղերով փոխվենք, ես էլ եմ ուզում քեզ հարց տամ, որովհետև դու նույնպես ճանապարհ անցած գործար ես ու բավական ճանաչելի հայտնի ընկերություն ես ստեղծել։ Քո կարծիքով քո հաջողության հետևում ինչ է կանգնած։ Չեմ ասում բանաձև, գաղտնիք, որովհետև մի քիչ արժեզրկվել են այդ բառերը։ Ինչ է կանգնած քո հաջողության հետևում։ Մեկ բառով կարող եմ ասել հավատ, որովհետև ես իմ բիզնեսը սկսել եմ շատ փոքր ներդրումից, բայց շատ մեծ հավատով։ Այդ հավատը իմ ամեն ինչը փոխել է։ Ես չեմ մտածել, որ կարող է չստացվել, բայց ես միշտ ասում հավատացող ընդամենը մեկ հոգի է եղել, այդ մամասը։ Թույլ կտաս ես ասեմ մի բան, որ շատ գործարարներ, երբ որ իրենց հաջողության մասին խոսում են, երբեմն ամենակարևոր ուժերը չեն նկատում։ Իրականում իմ կարծիքով քո հաջողության հետևում քո արխետիպն է կանգնած։ Հավատը չի։ Այո, դու ենթագիտակցաբար ընտրել ես այն գործը, որը իրոք քոնն է։ Եվ մի անգամ ենք հիշում եմ, չէ՞, քո թվերը քննարկում էին։ 6-ը, հա, 6-ն է։ 6 ինքը գեղեցիկի, վաճառքի, էսթետիկայի, մասշտաբի ու ես օրինակ իմ ընկերներից Արսենին Red Invest-ի մեր միշտ ասում քո արխետիպ էլի 6-ն է, ստեղծել է Հայաստանում ամենամեծ անշարժ գույքի վաճառող ընկերությունը։ Ես հիմա երբ որ ռեզյումե ա գալու օրինակ վաճառքի համար մեր թիմ ես ասում եմ նայեք ամսաթիվը եթե 6-ը ընդունեք չէ ես այսօր ստուգել եմ ովքեր են 6-ին 6 արխետիպ 6 կամ 15 6 կամ 15 այո ու դու ստեղծել ես այո քո այդ տաղանդի վրա այդ արխետիպի վրա բավական մեծ ու հաջողակ բիզնես Եթե օրինակ դու անեիր մի բան ոտես, օրինակ քո գրասենյակը, ամեն ինչ էսթետիկ, գեղեցիկ, սիրուն, ամեն ինչը, սա նույնպես քո արխետիպի իրացումն է։ Հետաքրքիր։ Այո, ու դու դրա համար կարողացել ես հաջողել ու բավական արագ տեմպերով բավական շատ։ Բացի դա նաև ունենալ սեփական տարածք, անշարժ գույք, այդ էլի գալիս է քո թվերից։ Պասեն հավատը կապ չուներ, հա Գրիգոր։ Ես միշտ ասում եմ բոլորին հավատացեք ձեր ուժերին, գնացեք, հասեք բարձրունքների, փաստորեն դա չէր առաջ։ Նայ, հավատի մետաֆիզիկական կողմը միշտ չի, որ ինքը տեն շատ ուժեղ հոգեվիճակը կոնցեպտ է։ Ասեմ ինչ, որովհետև եթե կա հավատ, կա կասկած։ Երբ որ մենք ասում ենք մենք հավատում ենք, ուրեմն ինչ որ միտեղ խորքում կա նաև կասկած, որը ապրում է մեր ենթագիտակցության, անգիտակցականի մեջ։ Դա համար փաստ չի, որ հենց այդ հավատն է։ Օրինակ ես եղել եմ պրոյեկտ արել եմ, ես ոչ հավատացել եմ, ոչ չեմ հավատացել։ Ես ասել եմ լավ անեմ, տենամ ինչա լինում։ Ինձ էլ է հետաքրքիր եղել կլինի, թե չէ։ Ես իմ կյանքի ամենակարևոր գործարքները, հաջողված հանդիպումները, երբ որ արել եմ, ես թողել եմ, որ ինքը լինի նենց ոնց պետքա լինի։ Ոչ հավատացել եմ, ոչ չեմ հավատացել, այսինքն բաց ես թողել։ Բաց եմ թողել։ Թողել եմ, որ դեպքը լինի նենց, ոնց այդ դեպքը պետքա լինի։ Այսինքն երբեմն մենք հավատին շատ մեծ տեղ ենք տալիս։ Նույնիսկ ես քեզ ավելին ասեմ, մետաֆիզիկայում ավելի լավ է ոչ հավատալ, ոչ չհավատալ, ուղղակի անել մի բան ու նայել ինչա լինում։ Ու համաձայն լինել ցանկացած ելքի հետ։ Ու ամենալավ ընթացքով դա լինում է։ Վաու, հետաքրքիր էր։ Հետևաբար շատ հաջողակ գործարարներ կան, ես էլ օրինակ իմ պոդքասթների ժամանակ ասում քո հաջողության հետևում ինչ է կանգնած, էլի, sense մի պատասխան ես տալի, ասեմ լավ է րոպե։ Որ թվին է, ծնվել ու հասկանալ։ Հա, եւ արխետիպը իհարկե շատ կարեւոր է։
որտեղ ցանկացած մարդ ունի մի հատ շատ լավ միջուկ իր ներսում, որի հիմքի վրա ինքը կարա մեծ հաջողության հասնի։ Օրինակ դու ուրիշ բիզնեսում էլ կհաջողեիր, բայց ոչ այնքան ինչքան ես բիզնեսում, եթե դա կապ չունենար այդ իմ նշած հատկանիշների հետ, էլի։ Հիմա շատերը ընտանիք են կազմում, դրանց հետո օրինակ լինում է բաժանում, ամուսնալուծում եւ այլն։ Որն է լինում հիմնական սխալը, որ թույլ են տալիս հենց ընտանիք կազմելու փուլում։ Ինչ սխալ է հիմնականում։ Ըստ մետաֆիզիկայի։ Մետաֆիզիկայի։ Ըստ մետաֆիզիկայի, այո։ Զույգերը իրար համար հայելի են դառնում։ Հայելին ինչ է, այսինքն իմ ստվերային մասը, որը ես տարիների ընթացքում փակել եմ, չեմ ընդունել, բոլոր մարդիկ այդ ստվերը ունեն, բոլորը։ Իմ կողակից իմ հայելին է, այսինքն այն ինչ իմ համար ստվերում է, ինքը այդ ստվերը ինձ արտացոլում է, այսինքն ինքը կարա ինչ-որ մի հատ վարքագիծ դրսևորի, որը իրան հետ բուն իր պսիխոցի հետ կապ չունի այդ վարքագիծը։ Դա իմ ստվերային մասի, այսպես ասած, ինձ արտացոլելն է։ Հաճախ մարդիկ ամենաշատը զույգերում հարաբերությունում իրար վրա բարկանում են այդ այն պահերին, երբ մեկը մեկին արտացոլում է։ Այսինքն դու հայելու մեջ նայում ես, քո ինչ որ գիծ ես տեսնում, ուտեղ կոնֆլիկտ է առաջանում։ Իսկ միջև այդ ոնց հասկանալ, որ չգնա բանը ամուսնության, որ հետո բաժանում չլինի։ Ոնց է դա կարելի հասկանալ։ Ես չեմ ասում չգնա ամուսնության։ Ես ասում եմ, որ մարդիկ երբ որ ամուսնանում են, իրանք պետքա պատրաստ լինեն ընդունելու դիմացինին, այնպես ինչպես կա, որտեղ իրանք ընդունելով դիմացինին, ընդունում են իրանք տվերային մասը։ Եվ այդ ժամանակ ցանկացած զույգ, ցանկացած ամուսնություն արվում է հենց փոխադարձ աճի առաքելությամբ, այսինքն զույգերը պետքա փոր ձեռք բերեն, պետքա աճեն։ Բայց շատ հաճախ հենց ամուսնալուծությունից հետո մարդը ավելի շատ է աճում։ Էդ էլ կա։ Դա էլ կա, հա, իհարկե, դա էլ կա, որովհետև ինչ որ մի этаպում արդեն պետք է իրանք բաժանվեն, եթե տենց է ստացվել, եւ այդ քայլը ով անում է առաջինը, ինքը կարողանում է նաեւ որոշակի էներգիա գեներացվում այդ քայլի կետում, էլի, այսինքն այո, դա կարելի բերի աճի։ Իսկ քեզ համար սերը դա թուլություն է, թե ամենամեծ ուժը մարդ։ Ես մի ինտերվյու ունեի, երևի մի 10 տարի առաջ, այս միտքը տենց խոսքի մեջ ասացի, վերնագիր դրեցին իրանք, հիմա նորից կկրկնեմ այդ միտքը, եթե ես համառ լինեմ իմ սիրո մեջ, դուք կպարտվեք, սենց է վերնագիրը, այսինքն եթե ես համառ լինեմ իմ սիրո մեջ ցանկացած հարաբերությունում, իմ հակառակորդը կպարտվի, որովհետև սիրո դեպքում ի՞նչ է տեղի ունենում, հա։ Երբ որ դու մարդուն սիրում ես, դու նաև ընդունում ես այն process-ը, որով այդ մարդը եկել է քո կյանք ու քո դեմ պայքարում է, օրինակ ինչ որ հարցում։ Եվ երբ որ դու իրան սիրում ես, չէ, Աստվածաշնչում ասում է սիրեք քո ձեր թշնամիներին։ Ինչի ասում սիրեք ձեր թշնամիներին։ Ոչ թե նրա համար, որ մենք խոցելի դառնանք, մեր թշնամիները մեզ սպանեն, չէ։ Երբ որ դու տեսնես իրենց մեջ։ Չէ, որ դու թշնամուդ սիրում ես, այն ուժը, որը թշնամուդ բերում է քո դեմ ու քեզ սպառնալիք է սարքում, այդ ուժը չեզոքանում է։ Եվ քո թշնամին քո դիմաց կանգնած մնում է առանց այդ ուժի ազդեցության օգնության։ Այսպեսի միտք կա, ասում է պաշտպանության լավագույն ձևը չպաշտպանվելն է։ Ահա։ Պրոստը չպաշտպանվել։ Հա, բայց իհարկե նորից նայ, դու շատ նախկիններում ասում էին հարցակվել է, հիմա չպաշտպանվել է։ Հա, դու շատ լավ բան ասացիր podcast-ի սկզբում, որ կա երկու աշխարհների առկայություն՝ տոնկը, իթվորդը, հա, պինդ եւ նուրբ։ Այն ինչ ես խոսում եմ, դա նուրբ աշխարհում գործելու մասին է, բայց իհարկե, որ ասացի մոգ, հա, ցանկացած մարդ ինքը ինչ որ առումով մոգ է, ինքը ազդեցություն ունի այդ նուրբ աշխարհների վրա։ Օրինակ 18 թիվը, ովքեր ծնվել են 18-ին, այդ մարդիկ ունեն վիզուալիզացնելու եւ իրանց երազածը, պատկերացրածը իրագործելու ֆանտաստիկ հատկությամբ։ Եվ դա ինչ որ առումով այդ տոնկի աշխարհի վրա ազդելով ֆիզիկական աշխարհին վրա ազդելն է, այսինքն երբ որ մենք խոսում ենք այս երկու աշխարհներից, մենք չպետք է բացառենք որևէ մեկը։ Հիմա ինչ որտեղ պետք է նաև հարցակվել, պաշտպանվել, նաև ուժ կիրառել։ Սա արդեն խոսում է այն Գրիգորը, որը ելա մինչև 20-25 տարեկանը, նաև այսօր։ Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ հաղթելու եղանակը միայն ագրեսիան չի, կարելի է նաև տոնկի պլանում հաղթել, էլի։ Սերով, հա, որ դա բոլորիս մեջ կա աստվածային է։ Սերով, այո։ Իսկ այսքան ստացվում է քո ասածից, եթե դու տեսնում ես, որ փողոցում ինչ որ մեկին նեղացնում են, հիմա դու պետք է մոտենաս պաշտպանես, թե չխառնվես այդ ամեն ինչին։ Հիմա ո՞ր մեկը պետք է անել։ Ես ինքս միշտ առաջինն եմ արել, պաշտպանել եմ։ Բայց ճիշտը երկրորդն է։ Մի քիչ դժվար է ասել, որովհետև եթե քեզ չեն խնդրում օգնել, օգնելը շատ վտանգավոր բան է։ Որովհետև ամեն մարդ իր փորձը ունի, իր առաքելությունն ունի, ինքը պետք է անցնի դա։ Եթե դու գնում ես զորով այդ մարդուն ուզում ես պաշտպանել, դու ինչ գիտես իրան օգնում ես, թե վնասում ես։
Եթե կա օգնություն, նշանակում է մարդը քո էս ուզում է, որ քեզնից ինչ որ ռեսուրս է խնդրում, պահանջում է, ինքնա պատասխանատվությունը կրում քո օգնության։ Երբ որ դու ինքնակամ որոշում ես կայացնում գնաս օգնես, այդ օգնելու հետևանքի պատասխանատվությունը մնում է քո վրա։ Իսկ միշտ չի որ դա լավ է։ Կարող է մարդը պետք է այդ պահին օրինակ, հա, բռնության ենթարկվի, որից հետո ինքը կգնա մարզասրահ, կդառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ու հետո օրինակ կդառնա աշխարհի չեմպիոն ու մի օր էլ կնստի, եթերից կասի, այ ես հիշում եմ 7 տարեկան էի կամ 10 տարեկան էի, փողոցում ինձ մեկը նեղացրեց, ես գնացի ու դառա պրոֆեսիոնալ մարզիկ ու այսօր ես իրան ուզում շնորհակալություն հայտնեմ։ Դու երբեք չգիտես այդ ակնհայտ առաջի հայացքից վատ process-ի տակ կամ ինչ է թաքնված։ Կարող շատ մեծ բարիք թաքնված լինի։ Լավ, ի վերջո, ճակատագիր գոյություն ունի, թե ամեն ինչ ընտրության արդյունք է։ Չէ, ընտրության արդյունք չի, կամ էլ եթե նույնիսկ ընտրության արդյունքը, այդ ընտրությունը միշտ չի, որ մենք գիտակցում ենք, որ մենք ընտրեցինք ինչ-որ բան։ Շատ հաճախ մենք անգիտակցաբար ենք այդ ընտրությունը անում, հետեւաբար նաև ինչա լինելու այդ ընտրությունից հետո մենք չենք իմանում։ Ստացվում է, եթե ճակատագիր գոյություն ունի, դու ոչինչ էլ չանես, մեկ է դու գալու ես այդ կետին ես հասնելու։ Եթե ամեն ինչ քո ընտրության արդյունքն է, դու գիտակցված ընտրում ես հենց քո ճակատագիրը։ Ձեր փոխում է կոնցեպցիան, էլի։ Նայ, ցանկացած մարդու տրված է եւ ճակատագիր, ոչ թե տրված, այլ ինքն է ընտրել, միջև այս կյանք ծնվել է։ Բայց տրված է որոշակի ազատություն, այդ ազատությունը միշտ ուղիղ համեմատական է մեր գիտակցվածությանը, մեր գիտելիքին։ Մենք ինչքան գիտելիք ունենք, այդքան մենք ունենք ազատություն ճակատագրի փոփոխության։ Կան մարդիկ, ովքեր այդ գիտելիքը չունեն, հետեւաբար իրանց կյանքում sense հստակ ոնց կա, տենց պետք է լինի։ Փոփոխելու համարյա բան չկա։ Հասկացա։ Իսկ այն մարդիկ, ովքեր գիտելիք ունեն, ովքեր գիտակցվածություն ունեն, ովքեր սակրալ գիտելիքներ ունեն, այդ մարդիկ արդեն ունեն մեծ ազատություն իրենց ճակատագիրը փոխելու։ Պարզ օրինակ, հա, ինչ որ մեկը աշխատում է ինչ որ միտեղ, դա իր բուն տաղանդի հետ ընդհանրապես կապ չունի, աշխատում է օրինակ հաշվապահ, իմ նման, հա, եւ չունի գիտելիք, որ գիտես ինչ քո արխետիպ օրինակ հաշվապահության հետ ընդհանրապես կապ չունի։ Ինքը կարող ամբողջ կյանքը աշխատի մի գծով ու տենց։ Հասկացա, այսինքն ունես գիտելիք, դու կարաս փոխես։ Այսինքն ճակատագիր կա, բայց եթե դու ունես գիտելիք, փորձ, դու կարաս մոդիֆիկացիա անես։ Հա, ոչ 100%-ով, բայց մեծ տոկոսով կարաս այդտեղ փոփոխություններ անես։ Գիտելիք, բայց գիտես որ գիտելիքը, այն կարևոր գիտելիքն է, սակրալ գիտելիքը։ Շատերը գնում են բալի, որպեսզի բացահայտեն իրենց հոգևոր կողմը։ Ինչ ես կարծում, դա մարքեթինգ է, քանի որ բալիում եղել ես։ Շատ լավ հարց է, հա։ Թե իրականություն է։ Բալին ունի շատ հետաքրքիր էներգիա, նախ երևի թե դա իր գտնվելու այդ դիրքն է ու նաև բարձրությունը, ինքը ոնց որ թե 0 բարձրության վրա է, հենց ծովի մակերևույթի վրա է, էներգիա կա, յուրատուկ էներգիա կա եւ Բալիում ես նկատել եմ շատերը երբ որ տեղափոխվում են զույգերով կամ ամուսնալուծվում են կամ ամուսնանում են, եթե մենակ են տեղափոխվել կամ էլ եղել է եւ ամուսնալուծվել են եւ ամուսնացել են, այսինքն բալին շատ հետաքրքիր, ինքն լիքը դինամիկաներ կա ընտանիքում, հանում է ջրերես։ Դա մի կողմից, մյուս կողմից ես բալիում ֆանտաստիկ փորձ ունեցա, հենց այսպես ասած մետաֆիզիկ փորձ ունեցա։ Մի վանք կար, 7 հարգանի վանք էր, մեզ ասեցին, sense ինչ որ մարդ կա, Մանկուչացի այդ վանականի անունը։ Մենք ասացինք, օքեյ, գնանք իր այդ ծանոթանանք, հետաքրքիր է։ Ու 7 հարգեր բարձրանում էինք։ 4 հարգում մեզ դիմավորեց Սև Մոգը։ Սև, ինքը sense ամբողջությամբ որ նայում էր իրան, ինքը նեգատիվ էր։ Հա, ինքը Սև էներգիան էր։ Այդ մարդը Սև, այսպես ասած, Սև Մոգը, Սևն էր։ Մեզ ինքը մեր դեմ մեզ դիմաց փակեց, ասեց 4-րդ հարկում, ասեց գնացեք դուք ոնց որ այստեղ հեսա ես կգամ, ինչ որ պրակտիկաներ պետք է անենք։ Չենք ուզում։ Չենք ուզում, ասի։ Էդ էլ է ընտրություն, էլի։ Ինքը առաջարկում է, դու կարաս ասես հա կամ չէ։ Հա, կարաս վախենաս, ասես հա, լավ, ու գնաս ու անես այն ինչ ինքն է քեզ ասում։ Ասի չէ, չենք ուզում։ Հարցեց, ասես բա ուր եք գնում, ասեցինք Մանկուչացի մոտ 7-րդ հարկ։ Ասաց օքեյ, անցեք։ Տենց հեշտ էր։ Հա, այսինքն այնքան հետաքրքիր է կյանքն էլ է, այս մի հատ մեծ կյանք ապրեցի, ես այդ մի քանի րոպեմ, ես էի կինս էր եւ մեզ ուղեկցող կիններ, գիդներ մեր ու երբ որ բարձրացանք 7-րդ հարկ, արդեն այդ վանականի մոտ, ասացինք որ մեզ 4-րդ հարկում էս Սև Մոգը բան արեց, ասաց հա, օքեյ, ասաց դուք ոնց որ այդ этаպը անցակ, այդ լեվելը անցակ։ Շատ հետաքրքիր էր, ունդեղ մենք մեդիտացիաներ արեցինք։ Այսպես ասած, գայթակղությանը դիմացակ ու ինչը փոքրիկ հանելուկի նման մի բան էր, էլի կյանքը որ եկավ, ու գիտես հետաքրքիր է որ նա կնոջս հեռախոսը միամիտ այդ բանին միացվել էր կամերայի վրա, ու սա process-ը նկարել էր։
պատկերացնում ես, այն գրպանն էր, թե ձեռն էր, ու սենց ոնց որ շուր տված կամերայով։ Հա, այդ սաղ process-ը նկարվել էր ու մինչև հիմա մեկն ասում է հեռախոսատուր մի հատ նայեմ այդ պահը, շատ հետաքրքիր էր։ Ու սենց ոնց որ դեպքը ոնց էր էլի, ոնց զարգացավ ու ոնց հանգուցալուծվեց էլի։ Այսինքն գալով պատասխանին, այո, բալին ինքը շատ հետաքրքիր էներգիա ունի եւ մի քիչ դե իհարկե իրանք product են սարքել դրանից մարքեթինգ են անում, բայց միջուկ կա։ Դու հաստատ Թայլանդում ես այդ էներգիան զգալու, հետո կպատմես ինձ։ Ես Թայլանդ իդեպ ուզում եմ գնամ Muay Thai դպրոց եւ մարզվեմ, որտեվ ես ինքս սպորտով եմ զբաղվում Muay Thai-ով ու հենց գնալ այն երկիր, որտեղից այդ մարզաձևը ստեղծվել է, հենց այդ մարզիկների մեջ մարզվել է, ինքը ֆանտաստիկ կայֆ եմ, երազանքներից մեկն է, դրա համար իմ ծննդյան օրը որոշել ենք կինս ինձ նվեր անի, մենք գնանք այդտեղ։ Հասկացա, ուղղակի պետք է նայել Թայլանդում մեքենաների հարցը, փաստորեն ջիվու մեքենաներ։ Չիլի, որտեվ ինչքան գիտեմ աչրուլյան է, կոմֆորտ չի լինի։ Շատ դժվար է ու անընդհատ վթարային իրավիճակներ են լինում։ Շատ, հա, բարդ են տխարելը միանշանակ։ Իսկ ես վերջում շատ հետաքրքիր փորձ էր, կարող է մեր ընկերներին դա պետք լինի, մենք Միլան գնացինք, մեքենա ենք պատվիրել նախապես եւ մեր ռեյսը իջնում էր 11:30, 12-ին փակվում էր ռենտ-քարի բոլոր կետերը։ Ես կոնսերժին ասացի, որ ոնց որ խոսած եկել է ռենտ-քարի հետ, որ եթե մենք ուշանանք, ինչ որ մի բան չգնան այնց ոնց մենք ենք պլանավորել, սպասեն մեզ, որտեղ մենք պետք է Միլանից վերցնենք մեքենան ու մի 2 ժամ գնանք, հա։ Մեզ ասացին, որ չէ, հնարավոր չի, հասցրիկ, չէ, այսինքն այդ չեն նշանակում գիշերը իջնել, տաքսիով գնալ 2 ժամ, հետո հաջորդ օրն առավոտը գալ մեքենան վերցնել էլի ու նոր գնալ, մենք Միլանից գնում էինք Ռոմ։ Եվ հետաքրքիր փորձեր, ովքեր կգնան Միլան, թող իմանան սա, որ պետքա այդ վերջի պահին չլինեն։ Ինչ արեցինք մենք, նախ մի ժամ ապազդանի տվեց ռեյսը, ուշացումով իջանք, չէ, ուշացումով թռանք, բայց արագ էր թռիչքը։ Հա, իջանք 20 պակաս ոնց որ ես ու կինս sense վազում ենք, բոլորից առաջ ենք եկել, առաջինը հասանք բանին, այդ պասպորտի այդ տեղը, կոնտրոլի տեղը, այդտեղ էլ արագ անցանք, կինս բագաժն է ստանում, ես վազելով գնացել եմ, հիմա պետքա գտնեմ այդ ավիսի տարածքը, մեկին հարցրեցի, ասեց բայ չեք ներքև գնացեք, դուրս եկա պարկինգ, այնտեղ որտեղ հանձնում են այդ մեքենաները, այսինքն ոչ թե վերցնելու, մի խոսքով շատ մեծ դժվարությամբ 12-ից 1 պակաս մտել եմ ավիսի գրասենյակ, ու նայում եմ այդ բոլոր ռենտ-քարերի բաները փակվում են sense այդ ցուցափեղկերը արդեն սա փակվում են, ես մտել եմ 2 րոպե մնացել, ասում եմ մենք էլ ենք փակվում, ասում չէ ո՞նց եք փակվում, մեր մեքենան տվեք ու վերջի վարքյանին հասցրեցինք մեքենա վերցնենք ու аэропортից դուրս գանք, այսինքն սա նույնպես հետաքրքիր кейս է, որ կարելի է միշտ հաշվի առնել, էլի հետաքրքիրը որ էր մեր ռեյսից էլի մարդիկ կային, որ օրինակ չգիտեմ, ուրիշ բաներից էին պատվիրել մեքենա, օրինակ Hertz-ից, Sixt-ից, հա, իրանք եկան ու սա կանգնեցին շվարած։ Չկա, փակվավ սա։ Ոչ մեկին չսպասեց, էլի։ Շատ հաճախ եթե ինչ-որ բան լինում է, ուրեմն հենց ինչ-որ մի նպատակի համար է։ Եթե նույնիսկ դուք այդ մեքենան չնստեիք, ուրեմն ես միշտ կարծում եմ, որ հենց տենց էլ պետք է լիներ։ Հա, օքեյ, եթե գանք մետաֆիզիկ աշխարհ, ես արդեն ինձ տրամադրել եմ, որ օքեյ, պետք է ընդունեմ։ Ու ուրեմն սենց է պետք անել։ Ու մյուս հետաքրքիր բանը, ես օրինակ խորհուրդ կտամ բոլոր ճամփորդողներին, երբ որ գնում են նման երկրներ, հին հյուրանոցներում ապրեն, որը օրինակ մեր հյուրանոցը, մենք 2 հյուրանոց, մի հատ Տոսկանայում, մի հատ Միլանից մոտ 2 ժամվա հեռավորության վրա մի հատ տեղ ենք մնացել, դա մոտ, չգիտեմ, 1400-ականներին կառուցված հին թագավորական պալատ էր, որը սարքել են հյուրանոց, ֆանտաստիկ էներգետիկա ունեն։ Հիմնականում leading hotels of the world այդ կոնցեպցիան է, որ հին պալատները, երբ որ վերածվում են հյուրանոցների, այդ ներկայացնում են ու իրանք ոչ միայն դու գնում ես ու երկին ես վայելում, այլ հենց ապրելով այդ հյուրանոցով նաև մշակույթ է։ Այո, ես միշտ ասում եմ, ովքեր չեն վախենում ուրվականներից։ Անկից գնացեք։ Փակինգից տողոքտ։ Ուրվականներն էլ են, չէ՞, որ ամենակի մեր նման մարդիկ եղել։ Ինչ ունենք վախենալ։ Դա անեկդոտ կա, չէ՞, զույգա տեղափոխվում մի հատ տարածք, մի հատ տատիկ են տենում, ասում են, ախր մենք այդտեղ մեզ կոմֆորտ չենք զգում, գիշերը ձայներ ենք լսում, ուրվականներ կան երևի այս տարածքում ուզում ենք տեղափոխվենք։ Իսկ ինձ ասում են, երեխեք ջան, մի անհանգստացեք, 300 տարի աստեղ եմ ապրում, դες բան չեմ տեսել։ Հիմա այնուհետև ուրվականները կան, էներգիաները իրանց կան, եւ հետաքրքիրն էր, որ երբ մենք գնացինք Տոսկանայում էլի մնացինք տենստեղ, որը եղել էր ինչ որ կարդինալի կողմից կառուցված էլի այդտեղ վանք, որտեղ եղել էր մանաստիր կանանց, հա, կանանց վանք էր եղել, ու էլի շատ հետաքրքիր էներգետիկայով տեղ էր։ Եթե Իտալիա, ապա սենց տեղ էր, էլի, մեր համար դա շատ հետաքրքիր պատմական, որ շունչ լինի։ Այո։
Հասկացա։ Սիմվոլներ, պատմական շունչ, էներգետիկա, Բոլորի միքսը։ բոլորի միքսը, այո։ Հասկացա, ես քեզ համար Գրիգոր բլից հարցեր եմ պատրաստել, բայց մինչև հեսա անցնենք այդ փորձությանը, կասես ում ես պատկերացնում, որ լինի մեր հաջորդ ոդկասթի հյուրը։ Ճամփորդականը, չէ՞ ինք, հա։ Որ համ շատ ճանապարհորդած լինի, համ հայտնի լինի, համ իր գործի վարպետը լինի, պրոֆեսիոնալ։ Քո հաջորդ ոդկասթի հյուրը կարող ես լինել դու, տեղերով փոխվես քո որևէ կոնտրած, որևէ հյուրիդ հետ։ Ընտրես մի հյուր, ով կգա կնստի տեղ ու դու կնստես տեղ։ Հաջորդ հյուրդ ես քեզ եմ պատկերացնում։ Շատ լավն է, շատ օրիգինալ պատասխան էր։ Այո, տես քո հյուրերի մեջ ով կուզենա լինի Որ կարողանա ոդկասթ վարել ու ինձ հրավերի հյուր։ Այո, հենց այս նույն տեղը ուղղակի դուք տեղերով փոխվեք։ Հենց դա այդ ոդկասթը նկարահանենք, անպայման կասեմ, որ այս գաղափարի հեղինակը Գրիգորն էր առաջին։ Okay. Շատ լավ, պատրաստ ես։ Փող թե ազատություն։ Եվ, ինչի, կամ չի։ Հա, okay, մեկն ու մեկը, դե փող։ Սպոնտան ճանապարհորդություն թե պլանավորած։ Սպոնտան։ Ճակատագիր թե ընտրություն։ Ճակատագիր։ Քո ճանապարհորդական ոճը՝ հերոս թե որոնող։ Որոնող։ Քեզ ավելի շատ փոխում է ճանապարհը թե մարդիկ։ Ճանապարհը։ Որը կընտրեիր՝ Շվեյցարիայում նոր բիզնես ակումբ թե Զանզիբարում խաղաղություն։ Շվեյցարիայում նոր բիզնես ակումբ։ Լավ։ Վերջին փողերով կարող ես միայն մեկ բան անել, ինչը կլիներ։ Ճամփորդել է իհարկե։ Ճամփորդել ու վատ ուտել, թե չճանապարհորդել, բայց միշտ լավ ուտել։ Ճամփորդել ու նույնիսկ վատ ուտելիքով։ Եվ վերջին հարցը, որ հայտնի գործարարի հետ կճանապարհորդես։ Բակուր Մելքոնյանի։ Շատ լավ։ Եթե դա գնում սա, հա։ Չգիտեմ, դու լավ ասեմ, որ տեսնենք ինչ։ Ակուրետ մի անգամ իր ծնունդն ենք նշել Դուբայում։ Շատ հետաքրքիր էր ու դե մենք նաև բարեկամներ ենք իմ Բակուրը Արտլանջ, չէ՞, Արտլանջը։ Շատ ճամփորդող, հիմա ինք Իտալիան վիրանոցներ է առնում։ 4-5 հատ առել արդեն։ Ուղղակի մեր ակումբի գործընկերների ռեսուրսներով շատ հետաքրքիր գործար ու ճամփորդող է։ Դու բավարարել ես ուզում ես նորից իր հետ ճանապարհորդես։ Հա, շատ հետաքրքիր է իրար հետ։ Գրիգոր ջան, շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր սակրալ գիտելիքների համար, որ դու փոխանցեցիր, բայց վերջում կուզեմ, որ մի նախադասություն ասես, որ կարող է ինչ որ մեկի համար լինի շրջադարձային։ Կմաղթես։ Այս տարի 25 թվականը ամբողջ մետաֆիզիկ աշխարհում դա 9-րդ ցիկլի վերջի ցիկլի տարի է ու այն ինչ այս տարում արդեն ավարտվում է, պետքա ավարտել, թողել եւ մյուս տարի 26 թվականից պետքա նոր նպատակներ դնել։ Ես մեր ունկնդիրներին խորհուրդ կտամ հիշել 2017 թվականը իրանց կյանքի եւ 16 թվականը։ 16-ը եղել է ոնց որ հիմա 25 թվական է, այսինքն 9-րդ ցիկլի տարի է եղել եւ սա ավարտելու, ամփոփելու սովորական տարի չի։ Սա այն տարին է, որտեղ մարդիկ պետքա նոր կյանք սկսեն։ Առհասարակ մարդու կյանքը մետաֆիզիկայի տեսանկյունից ցիկլիկ է 1-ից 9 տարի։ Մենք ոնց որ ամեն 9 տարում ոնց որ մի հատ ծնունդ ու մահ ենք ունենում։ Երեխայի ծնունդը 9 ամիս։ Հա, 9 ամիս հղիությունն էլ է, էլի, այս խորհրդի մեջ է։ Հետևաբար մենք, եթե այս կյանքում, այս 25 թվականին կարողանանք բաց թողել անցյալը, հաջորդ տարի նորը սկսել, այսինքն բոլոր նոր նախաձեռնությունները մյուս տարի հաջողելու 10 անգամ ավելի մեծ շանս ունեն։ Այսինքն 2025-ին մենք թողում ենք այն բաները, որից ուզում ենք ազատվենք, 26-ին է ծրագրավորում ենք այն, ինչ ուզում ենք հասնենք, ստեղծենք, հասնենք ու առաջի 9 տարիներին դա մեր կյանքում լինելու է, առնվազն լինելու է։ Շատ հետաքրքիր։ Ես այսօր ինչ ունեմ, ստեղծել եմ 2017 թվականին, պրակտիկով եմ ստեղծել, իմ նախագիծն է պրակտիկա, Գևորգ հետ էինք անում, հետո կլուբը ստեղծեցի ու սենց շարունակվեց։ Բայց ես դա այն ժամանակ անգիտակցաբար եմ արել։ Հիմա գիտակցաբար ասում եմ մեր հանդիսատեսին, թողի մեր այս ոդկասթը սենց շոշափելի արժեք նաև իրանց տա գիտելիքային։ Այս տարի նախ ամենահասարակից այն իրերից, բաներից ազատվեք, մաքրեք, թափեք, ինչ կա չկա։ Մեքենա ունեք, որը ուզում եք ծախեք, ես մի 10 տարի չեք։ Նվիրեք ինչ որ մեկին։ Նվիրեք ինչ որ մեկին, ծախեք, վերացրեք, այս տարի ազատվեք մաքսիմում շատ ու նոր պլաններով մտեք մյուս տարի։ Ոչ թե նոր պլաններով մտեք ու նոր բան սկսեք մյուս տարի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ միջև վերջ մեզ հետ եք։ Եթե այս զրույցից ձեզ մոտ ինչ որ մի բան փոխվեց, ուրեմն բաժանորդագրվեք ալիքին, քանի որ հետաքրքիր զրույցներ դեռ ճանապարհին են։ Իսկ վերջում ես եկել եմ նորից ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որը որ դու ծախսում ես ճանապարհորդությունների մեջ, հարստացնում է հենց քեզ։ Ինչքանով չգիտեմ, մեր ունկնդիրները պատրաստ են այս հարցի պատասխանել։ Պատրաստ է։ Օրինակ դու ուրիշ բիզնեսում էլ կհաջողեիր, բայց ոչ այնքան ինչքան ես բիզնեսում, եթե դա կապ չունենար այդ իմ նշած հատկանիշների հետ, էլի։
Հետաքրքիր հարցեր, չէ՞։ Հստորեն հավատ։ Ես արդեն սրանց հետո որ հարցազրույցներն ասեն, որն է քո հաջողության գաղտնի, ասեմ 6 թիվը Գրիգորն է ասեմ։ Բայց ես Գրիգորը, որ հա 24-ն է, չէ՞։ Մա 24 ես։ Ահա, իրոք շատ լավ սև է անում։ Հա, 24-ն է։ Հեսա մի տեսնենք ելը։ Հա։ Հա։ Դե եկեք փակում անենք, նոր Գրիգորին կտանջեք։ Ճանապարհորդությունների մեջ հարստացնում է հենց քեզ։ Եվ ներդրում եմ, վերադառնում եմ դա։ Եվ ներդրում է վերադառնում է դա։